Ողջույն սիրելիներ, եկեք միասին ռում տուր անենք Վարդե Գառնոյում, ձեզ ցույց տամ ինչքան սիրուն տեղում ենք, հենց Գոշավանքի կողքին ենք, բառացիորեն մի քանի 100 մետրի վրա, այնպես որ այստեղից երևում է Գոշավանքի գմբեթը ու ոտքի ճանապարհը։ Եկեք տեսնենք թե ինչ կա ներսում, ընդհանրած հյուրասենյակ, ներքևում կա մեկ ննջասենյակ, եկ տեղանոց ու եւս մեկը վերևում հիմա հերթով կտեսնեք։ Ահա այսպեսին հեռուստացույց նույնիսկ, չնայած մենք այն չենք օգտագործել, բայց այդ հնարավորությունը կա։ Եկեք արագ բաց շարենք նաև վերև, այսօր ունենք մեծ հեռուստացույց, բազմոցներ, որոնք եւս բացվող են։ Երկու ննջասենյակ կա որպես այդպեսին, բայց բազմոցները երբ բացվում են, եւս 4 հոգի այստեղ կարող է տեղավորվել, 8 հոգով կարող է գալ, եկեք բաց շարենք։ Դիմա այդ փոքրակիչ թեև օդը ընդհանրապես զով այս հատվածներում ու անհավեմատելի Երևանի հետ, բայց ամեն դեպքում եթե անհրաժեշտ լինի օդորակիչ օգտագործել, այն եւս կա։ Այնտեղից այնքան հաճելի է, երբ որ առավոտյան արթնանում ես ու ծիտիկների ծլվլոցը բարձր լսվում է ու անմիջապես արևի լույսով, չգիտեմ, այդ մաքուր օդով լավագույն առավոտվա սկիզբ ունեն։ Սառնարան հսկայական, լվացքի մեքենա, որը մենք իդեպ օգտագործել ենք նույնիսկ, անհրաժեշտ ամեն ինչ պարզապես ձեր սնունդը ձեզ հետ բերելու ու այստեղ պատրաստելու համար սպասք ամեն ինչով սուրճի, թեյի ապարատ, նույնիսկ սուրճ թեյ, դեղատուփ։ Մենք նույնիսկ զուտ հետաքրքրության համար որոշեցինք տեսնել թե ինչ դեղեր կա ու զարմացրեց թե ինչքան անհրաժեշտ դեղեր կան։ Ինչ դեղ կա։ Օրինակ, մենք այստեղից օգտագործել ենք իդեպ պանտենոլ։ Ինձ թվում է նորմալ է բոլոր հանգստի գնացող մարդիկ գոնե մի անգամ պանտենոլի կարիք ունենում են։ Ինտերիերը եւս շատ սիրուն է, ասենց փայտային էսթետիկայի մեջ, ես ուշադրություն դարձրի նույնիսկ դետալների։ Լոգասենյակ այսպեսի էլի սիրուն կահավորված լոգախցիկով ցույց տամ այստեղի ամենասիրուն տեղը։ Լողավազանը։ Այսպեսի հաճելի մեծության լողավազան, որը մենք շատ սիրով եւ փոքրով արդեն օգտագործել ենք։ Սեի համար ամենահավես պահերից մեկը սա էր։ Այստեղ հաճելի այս բաթուտի մեջ դրված, խաղաց, զբաղվեց, դրսի հատվածում կա խոհանոց, այսինքն անհրաժեշտ պարագաների համար պարտադիր չի ներսից բերել, դրսում եւս ամեն ինչ կա։ Կես ժամ այսենց ես ու Լուսեն ճոճվել ենք, հանգստացել ենք, առավոտյան մեր սուրճի հատվածը ուղակի կատարյալ էր։ Այսպիսի սուրճի առավոտներ մաղթում եմ նաև ձեզ, շատ հաճելի է։ Այս բնության ձայների մեջ իսկ առավոտյան տիտիկները օպերա են երգում, խմել ձեր առավոտյան սուրճը։ Այստեղ ունեն հանգստանալու համար, պարկել ձեր արևայրուքը ստանալու համար անհրաժեշտ ամեն ինչ, խորովածի համար ավանդական եւ գրիլի համար ոչ այնքան ավանդական, բայց միևնույն է շատ հարմար։ Մենք օգտագործել ենք երկուսն էլ, շողաբազանը իհարկե մաքրվում է, ֆիլտրվում է, այնպես որ այդ առումով ընդհանրապես կարող եք չան հանգստանալ։ Մենք հասնում ենք եւս մի շատ հաճելի անկյուն։ Այստեղ ունենք ջակուզի, որը տաքացվող է, շոգեբաղնիկ, շոգեբաղնիկի սիրահարների համար, լրիվ նոր շոգեբաղնիկ, լույս համոզված չեմ, որ ճիշտ ես օգտագործում։ Մենք ճիշտն ասած չենք հասցրել այս հատվածից օգտվել, որովհետև տարված ենք լողավազանով, բայց հաջորդ անգամ անպայման սա եւս օգտագործելու են։ Այստեղ միայն տարածքը չի, որ շատ սիրունաբուն այս հանգստավայրի տարածքը, այլև Տավուշյան հրաշք անտառները, որ մասնայում է ու հոգին լիանում է, աչքերը հանգստանում են, ամբողջ իր հարմոնիան գալիս է տեղը ոգևոր։ Դե եկեղեցու պահը էլ չասեմ, որ ամբողջ ընթացքում երևում է այստեղից։ Այսպես սիրելիներս, սա էլ Վարդե Գառնոն, մենք շատ հաճելի ժամանակ ենք անցկացրել ու նույնը մաղթում եմ նաև ձեզ։